Ճանաչել այն, ինչը տպավորիչ է, գրավում է մեզ, ստեղծում պատկերացում դասական անգլիական ոճի վերաբերյալ, վստահել զգացմունքներին և վերապրել հոյակերտ անգլիական հպարտությունն ու հիացմունքը։ Կերամիկական սալիկների և կերամոգրանիտի 2015 թվականի նոր անգլիական հավաքածուն Շերվուդյան անտառներից մինչ Վինձորի պալատ արդեն կերամամարացի խանութ սրահում։ Я ваша невеста, я из Москвы. Արգելի տան անդամներ, արգելի պատճառներով այսօրվա մեր ընտանեկան ժողովը անցկացնում է ոչ թե արգելի տատիկը, այլ հարգելի ես։ Ճիշտ է, տատիկի ցավն էլ տանեն, բայց այսուհետ դու պետք է անցկացնես տղես, որովհետև դու ես այս տան միակ տղամարդը։ Մամուց ջան, լասատեն ամես ինչ ա եղել, որ մեծ հնգյակից հավաքել ես ու ապա հետ սամիթ ես կազմակերպել։ Ես վստահ եմ, Ռուբոշը որոշել է բոլորիցս խմբակային բենզինի փող ուզի։ Ռուբիկ, պաուզան երկար է սպահում։ Իմ սիրելի տան սիրելի անդամներ, շատ շուտով մեր սիրելի բնակարանում պետք է տեղի ունենան լուրջ վերաձևափոխումներ։ Ռուբոս ջան, Ազիզ ջան, էդ ինչ նոր բառ որինեցիր, վերաձևափոխումը ո՞րն է։ Ազիզներ, աչքիս Ռուբոշը որոշել է, որ Բաղնիկ Զուքան խոհանոցը միացնենք իրար։ Այարփի, բայց մալաձես քեզ, գիտես, շատ լավ կարողանում ես հնարավոր տարբերակներից գտնել ամենաանհեթեթը։ Ռուբիկ, նոր ասացի, միտքդ արագ հաղորդիր, որ զերծ մնաս հիմար կոմենտներից։ Ես որոշել եմ իմ սենյակը վարձով տալ Ալեքսին, որպեսզի կարողանամ ժամանակին մուծել տատիահարկը։ Ազիզ, բայց չհասկացա, տատիահարկը ժամանակին ենք մուծում, թե տատին։ Աստծո հազար բարին։ Դուք միացել եք Ալեքսի ինքնապատասխանիչին։ Թողեք ձեր ասելիքը կարճ ազդանշանից հետո։ Այ հիմա դավայ։ Բարև Ալեքս, Թինան է։ Հենց հարմար լինի մի հատ ինձ զանգիր, խնդրում եմ, ես քո համար անակնկալ եմ պատրաստել։ Չմոք, չմոք։ Տղես, բայց պատկերացնում ես մարդիկ ինչեր կսկսեն հետևիցդ խոսել, երբ որ իմանան նույն սենյակում օտար տղայի հետ ես քնում, վայ, շատ վատ բան է։ Ինչի է ուրիշ տղա, մամայի աշակերտն է։ Յա, էլի տեքոր կնիկությունըտ բռնեց, հա? Բաշարում եմ աշակերտ եմ պահում, կարաս դու էլ բաշարի։ Էդ դու չպիտի աշակերտ պահես, այլ աշակերտը քեզ պիտի պահի։ Մի հատ երկուսդ էլ փակեք ձեր բերանները։ Առաջինը Ռուբիկը այդ տղայի հետ չի քնելու նույն սենյակում, երկրորդը քնելու է աղջիկների սենյակում։ Ես այսօր Ալեքսին կանչել եմ մեր տուն, որ վերջնական հետը խոսամ։ Դուք էլ գնացեք այդ ժամանակ մտածեք։ Եթե ինչ-որ բանի հետ համաձայն չեք լինի, դա ձեր պրոբլեմն է։
Ես Ռուբիկի հետ ամեն ինչում համաձայն եմ, որովհետև Ալեքսի այստեղ մնալու պարագայում Ռուբիկը գուցե դադարի ինձանից բենզինի գումար ուզել։ Ես էլ բնավ անհամաձայնություն չունեմ։ Եթե Ալեքսը այս տանը ապրի, իմ գործն էլ կհեշտանա։ Երբ որ պարապ լինեմ, կպարապեմ։ Բայց ես էլի մի բան չհասկացա։ Այդ տատիա հարկը ժամանակին ենք մուծում, թե տատին։ Ազիս մի հատ լուր հայտնեմ, մազերդ բիզ-բիզ կանգնի։ Չէ, հայարփի, պետք չի։ Հենց նոր եմ մազերս հարդարել։ Թինա, աննախադ է բան եմ է ասում։ Չլինի էլի առանց կնոպկա հեռախոս ես տեսել։ Չէ, Ազիս, ուրեմն լսի։ Breaking news։ Այսօր կրկին մեր տանը մեծ գագաթնաժողով էր, որն այս անգամ վարում էր Ռուբիկ Սարգիսիչը։ Ռուբիկի վարած գագաթնաժողովը նույն բանն է, ինչ որ Սուրեն Բաղդասարյանի վարած ռոք փառատոն։ Այդ գագաթնաժողովից ես քեզ համար բերել եմ 2 նորություն։ Մյուսը լավ, մեկը վատ, որից սկսեմ, մեկից թե մյուսից։ Մեկն ու մեկից։ Դե ուրեմն այդ ֆենիցդ բռնվի, որ չընկնես։ Ալեքսը տեղափոխվելու է այս տուն ու մշտական ապրի Ռուբիկի սենյակում։ Լրջով։ Չէ, կամրջով, սարի լանջով, զով կանաչով։ Ասա, Ալեքս։ Թինա ջան, ես ձեր բակում եմ, բայց չեմ ուզում բարձրանալ վերև։ Հասկացա, իջնում եմ։ Լավ։ Հայարփի, այսօր փայլուն ու պսպղան օր է։ Հայլուն ու պսպղան։ Չլինի մակը այս օրը ճանաչելա մաստիկայի միջազգային օր։ Հայարփի, այսօր ես ու Ալեքսը միասին գնում ենք կինոթատրոն։ Դու Ալեքսը կինոթատրոնում, այդ նույնա ոնց որ Սուրեն Բաղդասարյանն ու Լեդի Գագան GQ ամսագրի շապիկին։ Բալես, այս էլի նյութեր ես թարգմանում, որ դնես Suzy News լրատվական կայքում։ Այո, մամ։ Բալիկ ջան, խնդրում եմ, սուր նյութեր չտեղադրել, լավ։ Մամ, լավ էլի։ Ինչ են իմանալու, որ ես եմ տեղադրել այդ նյութը։ Ալո։ Սյուզի ջան, բարև։ Բարև։ Ով է։ Ինքան չես տեսել մոռացել ես բալես։ Պապանա։ Սուրեն ջան։ Սուրեն ջան։ Ես դու ես։ Բայ ես ինչ էր եղել, ինչի չէիր զանգում, ուր էիր կորել, Սուրեն ջան։ Ես կոմար, այ Բայիկ ջան։ Այ, Սուրեն։ Այ Սուրեն, ինչ եղավ։ Հələ նայ որ կապը գնաց։ Հələ նայ որ կապը գնաց։ Հələ սպասի։ Հələ նայ կապ չկա։ Սուրեն ջան, ինչ եղար։ Մամ, ինչ ես անում։ Արհեստական շնչառություն եմ տալիս, ինչ եմ անում, Սուրոս գնաց։ Չի լինում։ Ես կարող է կապը անջատվեց։ Մամ, կարող է Wi-Fi սարքն անջատվել։ Ոնց Wi-Fi սարքն անջատվել։
Ինչ ես ինտերնետի սարքը անջատել։ Ասես որ հեռախոսս դնեմ սարատկար։ Հայարպ իսկ ում ես հարցրել։ Կարող է ինչ-որ մեկին պետք էր։ Ասես եթե պետք է, ահենա, վեկալ։ Հայարպի, դու գիտես, մի քիչ առաջ վերջապես իրականացել էր իմ մի քանի տարվա իղձը։ Ես վերջապես Սուրոյի հետ սկայպով խոսում էի, իսկ դու ընդհատեցիր մեր կապը։ Անչի ձեր կապը նոր էր ընդհատվել։ Հայարպի, ես ինտերնետ կապի մասին եմ խոսում, ու իմիջայլոս գերարագ ինտերնետի մասին, այնպես որ հենց հիմա գերարագ ձևով այս հեռախոսդ անջատի ու վերցրու։ Ձեռք չտաս։ Սոված այն բալե, քորացա ես։ Ոչինչ ազիս, էսա իմ մոտից կմյացնեմ։ Դե կեր ցավը տանեմ։ Back together. Push the knife. At the top. Place. Weight of the blade to cut through that onion to get to the base of the root. Now start. Ես հնդկական կինո ես նայում, որ լացում ես։ Ոչ, ռուսական։ Ես լսում եմ քեզ Մարիետա, ինչու ես եկել։ Ոչ մի բան, մամ ջան, ուղղակի անցնում էի, ասեցի մի հատ մտնեմ։ Լավ ես արել, ահագին ժամանակ չկայիք, չէիք երևում, հոբան չէր եղել։ Եղել է, շատ լավ էլ եղել է։ Եկել եմ բողոքելու։ Կզարմանայի, որ ասեիր, եկել եմ լավ բան ասեմ։ Ինչ է պատահել։ Առանձնապես ոչ մի բան, ուղղակի հաշվարկներից մեջ էլ չեմ կարողանում տեղավորվեմ։ Ես առավոտից իրիկուն երգ եմ պարապում, որ մի 2 կոպեկ աշխատեմ։ Ռուբիկս իր սենյակը վարձով տվեց, որ դիմացը գումար ստանա։ Աշխենս ամուսնացավ գնաց, որ մի ուտող բերան պակասի։ Սակոյից գործերը գնալով հեսա ուր որայա կկարգավորվի։ Մի խոսքով մամա ջան, Սակոյա մարետական թևը լրիվ իրան արդարացնում է։ Բողոքդ ինչի դեմ է Մարետա։ Բողոքս ես ընտանիքի Սուրոյա Աննայական թևի դեմ է։ Աննան չի աշխատում մեկ։ Այն մեծ աղջիկը իբր աշխատում է իր PR-ի համար։ Այն փոքր աղջիկը մեր աշխատած փողերը լրիվ ռեկետ անում։ Սուրոյի մասին էլ չեմ խոսում ընդհանրապես։ Տարին 12 ամիս ոչ լուր ունենք, ոչ խաբար։ Սուրո ջան, չես պատկերացնի, թե քեզ ոնց եմ կարոտել։ Բա ես ոնց եմ քեզ կարոտել, Փիսիկ ջան։ Բա որ կարոտել ես, ինչի գոնե մի անգամ սկայպով չես զանգում, այ վագրիկ։ Աննա ջան, Փիսիկս, դու չգիտես, որ ես սկայպով զանգել չգիտեմ։ Ես էլ ուզբեկ աշխատողներս են զանգել տվել ձեռքս։ Ուզբեկներն էլ չլինեին, ինչ էինք անելու։ Բա լավ, ինչի գոնե մի անգամ նամակ չէիր գրում։ Ինչի փող չէիր ուղարկում, որ գոնե ես էլ ինձ էստեղ լավ զգայի, հա։ Աննա ջան, ինչ մեղքս թաքցնեմ։ Ես էլ այս ընթացքում այստեղ ինձ լավ չէի զգում։ Սուրո? Սուրո ճիշտն ասա, ինչ ա եղել, մենակ չխաբես։ Աննա ջան, Սակոյի հետ որոշել ենք ձեզ ոչ մի բան չասեինք, բայց դե հիմա չեմ կարա չասեմ։ Ես այս ընթացքում բանտում նստած էի։ Ինչ։ Աննա ինչ եղավ։ Աննա վեր կաց։ Մայ, ինչ ա եղել։ Սուրո ջան, ինչ ասեցիր։ Աննա ջան, դա արդեն անցյալում է։ Դրա մասին հետո մանրամասն կխոսենք։ Հիմա ավելի կարևոր բան ասեմ։ Գնացեք բանկ, գումար ստանալու, փող եմ ուղարկել։ Ինչ։ Մամ։ Սուրո ջան, ինչքան ես ուղարկել։ 20,000։
Հերիք չի օգուտ չեն տալիս, մամ ջան, մի բան էլ վնաս են տալիս։ 3 օր առաջ էր, հիշում ես, մամ, Ռուբիկս քեզանից 10,000 դրամ բենզինի փող ուզեց։ Այն թինա չեղածը հապը շտակեց ու գնաց։ Հիշում եմ, շատ լավ հիշում եմ։ Շատ բարի։ 5 օր առաջ Ռուբիկից 20,000 դրամ տվեցիր, հիշում ես, մամա ջան, բայց այն գետնի կնոպկին, այն ճպուրը, այն կուդրյաշկասյուն, խեղճ երեխի շանտաժ արեց, գումարի կեսը վերցրեց։ Մարիտա, մի մոռացիր, որ Սյուզին երեխա է։ Լավ, երեխեքը հələ հեչ մեր կյանքի ծաղիկներն են, բա Աննան մերը, օրեկան մի նոր շորիկ է հագնում, ինչ շատ հետաքրքիր է, մամա, ում փողերով։ Խնդրեմ։ Աննա, կարելի է իմանալ ուր եք գնում այդպես պատրաստված։ Եվ այս նոր շորիկը հագած։ Շորիկը? Շորիկը այդքան էլ նոր չի, 4 տարվա շորը, իսկ մենք գնում ենք բանկ փող ստանալու։ Դու ընդամենը 2 դեպքում կարող ես բանկից գումար ստանալ։ A. Բանկում աշխատելուց և B. Բանկը թալանելուց։ Չկռահեցիք։ Իմ սիրելի ամուսինը 20,000 ռուբլի է ուղարկել ինձ։ Այ, և մի հատ էլ տարբերակ B իմ կողմից։ Եթե բանկիրը սիրածը տա։ Հələ սպասի ես քո հախից տեմ գա։ Այ ափի, էդ ում հախից տես գա։ Դե նկատի ունեմ ադիբուդի հախից տեմ, էլի գա, անես ծախեմ ոչ մի հատ չմնա։ Բայց դու կարողանալու ես այսքան շատ պոպկորնը ծախես։ Ռուբիկ, դու լրիվ անգրագետ ես, հասա ադիբուդիա, ինչ կորն, ինչ պոպ։ Լավ, հայարբ ես ուրիշ բանի համար եմ եկել են, Ալեքսը տուն չի եկել, սենյակը պտի հանձնեի։ Ռուբիկ ջան ազիզ, դու ավելի շուտ քրոջդ կհանձնես Ալեքսին, քան թե սենյակը։ Չէ, էլի չի եկել ազիզ։ Լավ, բա կարող է իմանաս են Թինան ուրա։ Կարող է։ Այ, թե կշվացրեցիք այսօր։ Աննա, ես ինչա դեմքիցը Ջիվան Գասպարյանի դուդուկի ձայնը գալիս։ Որ տնից դուրս գալուց առաջ մի քիչ կրկրայր, կարող է հիմա դեմքիցս Կամո Սեյրանյանի զուռնայի ձայնը գար։ Այս անգամ ինչ ա եղել, կարող է պարզվել ամ մարդուդ հետ չես խոսել։ Չէ, ամուսնուս հետ խոսել եմ, իմ հիմար ամուսնու հետ։ Աննա, ինչ ես վիրավորում իմ տեքորը։ Որովհետև այս ամբողջ ընթացքում հերիք չի առաջին անգամ ա գումար ուղարկել։ Մի հատ էլ պարզվում ա, որ 20,000 ռուբլու փոխարեն 20,000 դրամ։ Վայ։ Դրա համար եք սենց ճոխ առևտուր արած եկել տուն։ Նա ֆիքսում է կյանքիդ կարևոր պահերը և դարձնում հասանելի քո ընկերներին։ Նա ուղղորդում է քեզ քո փնտրած վայրը և քո կապն է մտերիմներիդ հետ։ iOcean X8 քո սմարթֆոնը Rich Electronics-ում։ Այժմնորդ անջատել է հեռախոսը կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Այս բաժանորդը նույնպես անջատել է հեռախոսը կամ նույնպես գտնվում է ռադիոծածկույթից դուրս։ Ես կարող է սրանք իրար հետ նույն տեղն են։ Դուք չեք կարող օգտվել այդ ծառայությունից։
Բրավո, հրաշալի է, գեղեցիկ և ներդաշնակ է։ Չէ, հրաշալի է, պարզապես չնաշխարինք։ Վայ, մամա, հեռուստացույցը անջատած է։ Ես հասկացել եմ, որ հեռուստացույցը միայն այն ժամանակ է լավ բան ցույց տալիս, երբ ես այդ սենյակում եմ և այն անջատված է։ Մամ, կլինի հետո հեռուստացույց նայես, կարևոր բան ունեմ ասելու։ Ինչ ա պատահել։ Ես որ ասում էի, ինչ չէիք հավատում։ Հենց նոր Աննան վերադարձավ։ Պատկերացնում եք, Սուրում 20,000 դրամ ա ուղարկել։ Ուրախանալու բան ես գտել։ Մարետա, եթե բանտից կարողացել այդքան ուղարկի, պետքա շատ գոհ լինենք։ Մաքար ջան, հետդ խոսալու բան ունեմ ազիս։ Լավ Մարետա աղջիկ, շատ բարի։ Դու լսպասի, նա ես քո գլխին ինչ օին եմ բերելու։ Լավ սպասի։ Չէ, այսինքն ինչ եմ ասում, ինչ օին։ Մարս գյալով Մարս։ Այ կտեսնենք։ Ուրեմն ես քո նեղ վիճակին քեզ օգնության ձեռք մեկնեմ, իսկ դու իմ նեղ վիճակին օգնության ոտք։ Այ բալիկ, ինչի չես փոխանցում։ Հələ մի րոպե։ Ինչ ես նկարում։ Որովհետև սա պատմական իրադարձություն է։ Սյուզի, պատմական իրադարձությունն էր։ Պապան հեսա մեզ շուտ փող կուղարկի ու մեզ մոտ շուտով ամեն ինչ լավ կլինի։ Հավելին ասեմ, շատ շուտով ամեն ինչ լավ կլինի, ոչ թե պապայի շնորհիվ, այլ այս անհայտ ծագման ապրանքների։ Այսինքն։ Նայ ուրեմն ինչ ենք անում։ Առհասարակ ես անում եմ նոր եմ պատմում, բայց ծանոթի միջոցով քեզ կպատմեմ։ Ասա իմ ուղեղի կտոր։ Ես այս նկարները կգցեմ իմ Suzy News լրատվական կայք։ Եվ մենք այս խանութի սեփականատիրոջը աշխարհով մեկ խայտարակ կանենք։ Համոջաջային։ Բայց դրանից մեզ ինչ օգուտ։ Դա դեռ ընթացքում կերևա։ Հայարփի, սա ձեր գյուղապետի կաբինետի դուռը չի։ Քեզ քանի անգամ եմ սովորեցրել, դուռը թակիր, նոր ներս մտիր։ Հա, բայց ոչ մի հա, բայց դուռը թակելուց հետո հարցրու կարելի է, դրական պատասխանը ստանալուց հետո նոր ներս մտիր։ Մաքար ջան, ազիզ։ Ազիզ բառը քիչ օգտագործիր եւ խոսիր այն ժամանակ, երբ լռություն է, այլ ոչ թե մեջ ընկիր ուրիշների խոսակցությանը։ Հա դե լավ, տուկ, բարև ձեզ ազիզ, կարելի է, շնորհակալություն։ Հա, ես ինչ լռություն ատիրեմ, թույլ տվեք դիմել։ Խոսիր Հայարփի։ Հա, բայց եթե խոսամ, Մարետա տոտան պտի ականջները փակի։ Ազիզ ջան, ես ականջ չեմ դնում, հանգիստ կարող ես ասել։ Դե գոնեմ քիչեն կոմ կանգնի, որ վատ լսվի ազիզ։ Չհասկացամ, ուրեմն իմ տան մեջ։ Մարետա, այն կողմ կանգնիր։ Ազիզ ուրեմն գնացել է ադի-բուդի վաճառելու։ Մին էլ տենա, մեր Թինան մտնում է կինո։ Բայց ում հետ։ Տա-դա-դա-դա։ Ալեքսի հետ։ Տոմսերն էլ ինքն էր առել։ Ահա, խնդրեմ։ Էս էլ ասածների սապացույց, որ ասում էի չէիք հավատում։ Իրան որտեղից փող որ կինոյի տոմսը առել։ Գիտեք հիմա տոմսերը ինչ թանկ են։ Այդ ամոքոր, բայց թվում է դու ոչ մի բան չես լսում ազիզ։ Breaking news. Թինա Լայքին այսօր նկատել են կինոթատրոնում Ալեքսի հետ։ Իսկ Ալեքսին նկատել են կինոթատրոնում Թինա Լայքի հետ։ Իսկ ձեր լրահոսում տեղեկություն կա թե երբ կգան տուն։
Փորձագետների հաշվարկներով նրանք տանը կլինեն ուր որ այա։ Ուրեմն նա ինչ ես անում։ Այդ լուրերդ ու սենյակի լույսը անջատի ու դուրս անի։ Եվ վերջին նկարը։ Արդեն բոլոր նկարները գտնվում են Սյուզինյուս կայքում։ Խանութն էլ եմ նշել, այնպես որ հիմա Համոջաջյան կարդում է այդ լուրը։ Իսկ հիմա նա հագնում է շապիկը, որպեսզի բարձրանա վերև։ Այժմ Համոջաջյան մուտքում երևի սպասում է վերելակին։ 1, 2, 3, 4, 5, 6, 7-րդ հարկ։ Շքամուտքով գալիս է մեր դռան մոտ և թակում է դուռը։ Լսի քեզ ինչ եմ ասում, այն մեծացած փոքրացած։ Ինչքան պիտի ներվերս քայքայես։ Համոջաջյան, ազիզ ջան, բայց ինչ եք իմ երեխայի վրա գորգորում։ Որովհետև բոլորից արդեն ինֆարկտի եզրին է հասցրել։ Խանութից աշխատողները հարկայինից այդքան չեն վախենում, որքան Սյուզիից։ Կռիվդ ինչ է, Համլետ։ Երբ որ պարտքով ապրանք եք ուզել, տվել եմ։ Հիմա ինչու եք ապրանքներս նկարում, գցում ինտերնետ։ Համոջաջա, իսկ ձեզ ով է խնդրում վաճառել անհայտ ծագմամբ ապրանքներ։ Դա քո գործը չի։ Իհարկե դա իմ գործը չի, դա պատկան մարմինների գործն է։ Ուրեմն լսեք ինչ եմ ասում։ Եթե իմ խանութ մի հատ պատկան մարմին ա մտել, ինձանից չփոշմանեք։ Յա, էս սպառնում ես, հա, Համոջաջա։ Հա, սպառնում եմ։ Ու եթե այդ նյութը չջնջեցիր քո կայքից, ականջներդ եմ ձգելու։ Ու հենց իմ խանութ մտար, բոլոր ապրանքները թանկ են վաճառելու քեզ վրա։ Հետնել առած ՀԴԲ կտրոնի։ Հետևելու եմ կայքին։ Մի քանի րոպեից ջնջած լինես։ Սյուզի, ես ինչ թխեցիր։ Մոտիկ խանութեր էլի օգտվում էինք։ Հա, էլի Սյուզի, հենց փող չէինք ունենում, իրանց մոտից նիստի առևտուր էինք անում։ Որ ասում եմ, այս Սուրոյի աննայական թևը մենակ վնաս ա տալիս չեք հավատում։ Իշ։ Մի անհանգստացեք, մենք էլի շահեկան դիրքերում կհայտնվենք։ Եթե այդ նյութը չջնջեցիր քո կայքից, ականջներդ եմ ձգելու։ Ու հենց իմ խանութ մտար, բոլոր ապրանքները թանկ են վաճառելու քեզ վրա։ Հետնել առած ՀԴԲ կտրոնի։ Հանգացած լույս քեզ տեսնողի։ Ռուբոշ գժվել ես։ Ինչ ես անում ես մթին մեր սենյակում։ Գործ ունեմ քո հետ։ Ռուբոշ ինչ ա աղել։ Ուր էիր։ Ուր էի, գնացել էի ընկերուս հետ կինո նայելու։ Ասա կարողա գնամ ու ընկերուհուդ գլուխը ջարդեմ, որ առավոտվանից իրան եմ սպասում, փոխանակ գաստեղ քո հետ կինոյա գնում։ Բայց դու իմ ընկերուհու հետ ինչ գործ ունես, Ռուբիկ։ Այսօրվանից այդ ընկերուհիդ իմ սենյակում է մնալու։
Իսկ ես ձեր սենյակում։ Մինչև գամ Աշխենի մահճակալին իմ համար տեղեր գցած լինես։ Վանտրոբար, դու կարող ես աղջիկների սենյակում քնես։ Իսկ կլինի Ալեքսես սենյակում քնի։ Սուզի, ես քեզ բան էի ասել, չէ՞։ Ինչ է իմ համբերության հետ ես խաղում։ Հələ մի րոպե։ Էս ինչ Մաշայի Միդվեդ եք խաղում։ Դու ով ես։ Հա դու ով ես։ Չգիտես ես ով եմ։ Չէ, չգիտեմ։ Ով ես որ։ Ես եմ, բայց դու ով ես։ Ով ես որ իմ հետ սենց ես խոսում։ Դու գիտես ես ով եմ։ Լսի, էդ դու ով ես որ քրոջս կինո ես հրավիրում, հա։ Ով ես դու։ Հա, քեզ է հարցնում։ Ով ես դու այդ տղա։ Ամո ձածա։ Բայց դու ով ես։ Ռոբի։ Բայց դու ով ես որ ինձ հարցնում ես դու ով ես։ Արի դուրս գալ կասեմ ես ով եմ, արի։ Սպասի կարա դու գիտեք ես ով եմ ասած բարերը։ Արի շիվոնով Ով ես դու, որ իմ մասին նման բաներ խոսես, հա? Իսկ դու ով ես, որ մի ամբողջ ընտանիքի մատի վրա ֆրասնես, հա? Իսկ ինձ հետաքրքիր է, թե ով է այս աղմուկը հանողը։ Քեզ հետո կասեմ, ասա, կասեմ ընկի առաջ։ Սյուզի, ինչ աղմուկ էր այստեղ։ Ռուբիկն ուզում էր իմանար, թե Ալեքսն ով է, Ալեքսն ուզում էր իմանար, թե Համոդյաջան ով է, իսկ Համոդյաջան իր հերթին ուզում էր իմանար, թե ովքեր են Ռուբիկն ու Ալեքսը։ Հայարփի, ատեղ մի քնի։ Սրանից հետո ատեղ Ռուբիկն ա քնելու։ Ազիզ Ռուբիկը ջենտլմեն տղա է, որ գատեն աստի աղջկա քնած, նա չի արթնացնի։ Եթե տեսնի քնած ես միգուցե, բայց դու դեռ քնած չես։ Ով ասեց, որ քնած չեմ։ Դու ես արդեն քնած եմ, Ազիզ։ 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 Ազիզ։